Արտաքին գործերի նախարարին, պարոն նախարար, Ադրբեջանը համառորեն Սյունիքով միջանցք է ուզում եւ Հայաստանի տարբերակը, Հայաստանի առաջարկած տարբերակը կարծես թե նրան չի բավարարում։ Միևնույն ժամանակ Ադրբեջանից ռազմատենչ հայտարարություններ են հնչում ու սահմանային խախտումների մասին հապատեղեկատվություններ են տարածում։ Ինչ քայլի կդիմի Իրանը, եթե ի վերջո Ադրբեջանը նորից փորձի ռազմական ճանապարհով լուծել այս հարցը։ Շնորհակալություն։ ما معتقدیم که مشکلات در منطقه باید խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության եւ նաեւ դիվանագիտության միջոցով եւ դեմ ենք ցանկացած ռազմական քայլի տարածայնությունները տարածաշրջանում լուծելու ایجاد راههای مواصلاتی եւ հաղորդակցությունների ուղիների տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում դա ընդունելի հարց է բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո به تمامیت ارضی و قوانین ملی کشورها احترام եւ պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը եւ ազգային օրենքները եթե տարածաշրջանի երկրները ուզենային օգտագործեն հաղորդակցության ուղիները եւ տրանզիտային ուղիները Իրանի Իսլամական Հանրապետությունը միանգամայն ինչպես նշեցի կողմ է բայց ինչպես նշեցի երկրների ազգային ինքնիշխանության եւ նաեւ միջազգային ճանաչված միջազգային սահմանների հարգման շրջանակներում բացի սրանից որևէ ուղի չի համարվում ցանկացած ուղի չի համարվում ընդունելի Շնորհակալություն